Ղևտացիների գիրք, գլուխ 3, խաղաղության զոհաբերում։ Եթե մեկի ընծան խաղաղության զոհ է, եթե նախրից մատուցի արու լինի, թե էգ, տիրոջ առջև անարատ պետք է լինի, և իր ձեռքը թող դնի իր ընծայած անասունի գլխին ու վկայության խորանի դռանը մորթի այն, և Ահարոնի որդիները, քահանաները, թող զոհասեղանի շուրջը սրսկեն արյունը, և խաղաղության զոհից թող կրակով եղած զոհաբերություն մատուցի տիրոջը, այսինքն փորոտիքը, ծածկող ճարպն ու երկու փորոտիքի վրայի ամբողջ ճարպը, և երկու երիկամներն ու կողի վրա եղած ճարպը, և լիարդի թաղանթը երիկամունքի հետ պետք է պոկի, և Ահարոնի որդիները կրակի փայտերի վրա ողջակեզի հետ պետք է այրեն սրան, որպես անուշահոտ պատարագ տիրոջը։ Իսկ եթե խաղաղության զոհի համար տիրոջը մատուցելու ընծան հոտերից է, արու լինի թե էգ, պետք է անթերի լինի։ Եթե նա որպես իր ընծա գառ մատուցի, թող այն տիրոջ առջև բերի, և ձեռքը դնի ընծայի գլխին ու վկայության խորանի առջև մորթի այն, և Ահարոնի որդիները զոհասեղանի շուրջը թող սրսկեն նրա արյունը, և խաղաղության զոհից թող պատարագ մատուցի տիրոջը, այսինքն նրա ճարպն ու ամբողջ դմակը տակից պոկելով, և փորոտիքը, ծածկող ճարպն ու փորոտիկի վրա եղած ամբողջ ճարպը, և երկու երիկամներն ու կողի վրա եղած ճարպը, և լիարդի թաղանթը երիկամների հետ մեկտեղ թող պոկի, և քահանան զոհասեղանի վրա այրի սրան, տիրոջը պատարագի հաց լինելու համար, և եթե նրա ընծան այծ է, թող տիրոջ առջև բերի այն, իր ձեռքը դնի նրա գլխին ու վկայության խորանի առջև մորթի այն, և Ահարոնի որդիները զոհասեղանի շուրջը թող սրսկեն նրա արյունը, և նա թող իր ընծայից պատարագ մատուցի տիրոջը, այսինքն փորոտիքը, ծածկող ճարպն ու փորոտիկի վրա եղած ճարպը, և երկու երիկամներն ու կողի վրա եղած ճարպը, և լիարդի թաղանթը երիկամների հետ մեկտեղ թող պոկի, և քահանան զոհասեղանի վրա թող այրի դրանք, որպես անուշահոտ պատարագ, ամբողջ ճարպը տիրոջն է։ Ձեր սերունդների բոլոր բնակավայրերում հավիտենական օրենք թող լինի, որ ոչ ճարպ ուտեք, ոչ էլ արյուն։